Այս նյութով գիտեք ինչ եմ ուզում ցույց տամ։ Ուրեմն ստեղի մոնտաժն էինք անում այգու։ Այս սամշիտները սենց կոպիտ ասած եթիմի պես դուրսը տնկված էին տարիներով։ Մոնտաժ անելու համար դեն հետևով մյուս նյութերի մեջ կարաք նայեք ակոս փորեցինք պատի տակով մոնտաժ արեցինք։ Հիմա եկել ենք հողի այս սամշիտների խնամքի պահն եմ, ինչ եմ ուզում ցույց տամ, նայեք։ Յուրաքանչյուր մշտադալար բույս մեջը հատկապես երբ որ քուչ են անում, աղբանոց է դառնում, այսինքն ինքը ներսը ստվերի պատճառով դառնում է, չորանում է ու լույսի բացակայությունից ու այս չորուկները, այս հանգած մեռած տերևները եւ այլը բարենպաստ պայման է ստեղծում միջատների բազմացման, այսինքն բարենպաստ պայման ստեղծելով միջատին դու հնարավորություն ես տալիս շատ վնաստակ ես, ստիպված դու շատ քիմիկատ օգտագործես։ Բացի դա, նայեք, այնքան աղբը շատ է լցված եղել։ Տեսնում եք IS-ի, ես ոչ թե սա ասում եմ թերագնահատելու կամ չգիտեմ, ճիշտ հասկացեք, ուղղակի սխալը ուղղելու համար։ Հիմա ինչ ենք անում։ Կարող է մտածեք, ասեք, ես արմատները բա Իրանն է բան, ուրեմն ստեղ ցելոֆոնի շերտեր էր, վրան աճեցած։ Մենք հողի շերտից հանում ենք, նայեք, հողի շերտից հանում ենք։ Հիմա ստեղ ցույց տամ, թե ինչ է արվում, նայեք։ Այս հողերից պատրաստի հողի խառնուրդով գոնե մի 10 սանտիմ այս խառնուրդից ենք լցնում։ Դե լրիվ պրոշով ենք անում, ինքը մի քիչ նստում է, էլի, ընթացքում որ ջրվեց, գարնանը լես ձմեռվա հալոցքը բանը, հողը նստացնելու է, այստեղ ընդամենը մի 2-3 սանտիմ փոս եղա բորդուրից բավական է։ Ինչ է արվում, տեսեք։ Էս էլ համակարգն է, դեռ գլուխները չենք դրել, ավտոմատ ոռոգվելու է։ Ինչ եմ ուզում դրանով ասեմ։ Որ բուսականությունը այգիներ խնամելը շատ նուրբ ու կարևոր աշխատանք է պահանջում։ Տեսեք, նայեք հլը։ Լրիվ բարձրացրու, նայեք ինչի մեջ է թաղված ինքը։ Տեսեք հլը, ինչ է ինքը։ Սրանք հանելու ենք, կախվածները հանելու ենք, նայեք մեջերի զիբիլները։ Տեսեք չորությունները, նայեք։ Իդեպ ասեմ, երբ որ գույնը սենց խամրած է, աշտանը ճիշտ է ինքը կարմրում է, կարմրածի մասին չի, այն պուտ որ երևում է, նայեք, սա պարզ ցույց է տալի, որ այս տիզը, այս բույսը տազերով վարակված է եղել։ Ու տրիպների ու տզերի հետևանքը սենց անում, ինքը չերևացող բան է։ Նայեք, խի եմ ցույց տալի, որ ձեր բուսականությունը ճիշտ էր կանեք, ժողովուրդ ջան։ Խոսքը չեմ ասում, այս սրա մասին, այսի մեզ արդեն կանչել են, մենք մաքրում ենք, կարգավորում ենք, ինչ ենք անում։ Դեռիվ այս կախվածները, տեսեք, աղբի բուն է, ինքն էլ փողոցի վրա է, ցելոֆոն, մելոֆոն, ինչ ասես լցվել է շիբին, ինչ ասես մնացել է մեջը ու տենց որ ասում է տիրություն անող չի եղել։ Նայեք ինչ է դարել ինքը։ Ավելի լավ է, մի քիչ այսենց սկզբից կտրվի, սենց բացվի, հետո աճելու է ինքը փակի, էլի ստեղ հողի շերտից հանվի, լավ հող լցվի, որ կարողանաք փխրացնել, կարողանաք օրգանական պարտանյութ տալ, կարողանաք ճիշտ տիրություն անեք, նայեք, սա այսենց աղբա մեջ է, ժողովուրդ ջան, բուսականությանը ճիշտ էր կանգնեք։ Նորից եմ կրկնում, այս արմատները կտրելով իրան վնաս չես տալի։ Գարնանը ինքը ավելի ակտիվ է լինելու, դե սամշիտը փնջային արմատների շատ ունի, խեղճը թե ոնց է ապրել այս փողոցում, ինքը շատ պիտանի է դիմացկուն բույս է իհարկե, հիմա սենց հերթով սիրուն կմաքրենք, կկարգավորենք, կհանձնենք։ Այսինչ ալնում, նայեք աղբերը մեջի։ Նորից եմ ասում, սա չեմ ասում, որ ասեմ, վայ ես խի, իդեպ այս մարդիկ այգեպանել ունեցել են, չգիտեմ ինչ սպասարկումով ոնց է եղել, բայց ունեցել են այգեպան։ Այսինչ, ճիշտ էր կանեք, մասնագիտական խնամք տարեք, մասնագետներին գնահատեք։ Մի խոսքով, ես էլ այս նյութի մասին, պիտի այսենց ամբողջը մաքրենք, այն հենց այս լավ հողից 7-8 սանտիմ, 10 սանտիմ լցնենք, ասենք այս գործն էլ ավարտեցինք, տեսեք, այսքանը։